Մեր հանդիպումը կարծեմ ընդհանուր վերնագիր ունի, որ է Փարիզ Բեյրութ եւ վերադարձ եւ երեք բաժինով մտքիս մեջ կոնե առաջինը բավական երկար, մյուս երկուքը տեսնենք ասված գիտե առաջինը դարձը, երկրորդը բնակություն կամ բնագիլ եւ երրորդը տակմանել ուրեմն նայեցեք Մակինի մեջ 1987-ին Գրիգորը Նիգորոս Սարաֆյանի մահվան 15-րդ դարելիցին արիտով ասենք Բերբերյանի ինչեր Բերբերյանին անունը Հարություն Բերբերյանի խնդրանքով նամակ մկրած է եւ ուրեմն գոչվի նամակ Նիգորոս Սարաֆյանի մասին իմիջայլոց որ վերադպված է այս քիրքին մեջ որ գոչվի զրույցներ փանասեության մասին որ ցերկս չեր իմիջայլոց ամբես որ խնդրեցի որ փոխտավ վարգամ քրիստիանը գխոսի իր մդերմության մասին ինչպես որ խնդրված էր իր մե Նիգորոս Սարաֆյանի հետ երկրորդ հոդված 5 տարի վերջը այս մեկը հարաճի միտքերվավեսին մեջ տպված միտքերվավեսը որ Նիգորոս Սարաֆյանին նվիրված է անդիբովը եւ Գրիգորը հոն նույնպես խոսի ցևովը իր մդերմության մասին Սարաֆյանի հետ եւ այդ դարիներում մասին ուր գաբի մեջ էր եւ այլն բայց փացարիգ է Պակինի մեջ դպված հոդվածը եւ ինձ ուղղակի վերջին օրերուն երբ որ այդ երկու կովկովիտերի ինձ մտածել դվավ ինչու Բեյրութ թեպի կրված նամակը այդքան բացարիք է եւ մյուսը որ Փարիզի իր ընթերցողներուն ուրեմն ավելի ուղված եւ հոնգե մեկնող նամակը սենք թե ներկայացումը նվազ բանը դպավորիչ է սենք եւ ուրեմն արդեն իսկ այդ հարցումն է Փարիզ Բեյրութի որ քիչ մը պիտի խորացնենք բայց այդ նամակին մեջ ուրեմն քանի մտողեր պիտի գարտամ Պակինի էջերն են էջ 45 եւ թերևս ուղղակի քանի որ հետս սպերի քիչ այդ մեջբերած լիք մեջբերելիք բանից նախատասության շուրջը գարտամ Սարաֆյան ընդրեր էր բանաստեղծությունը իբրև սպյուրկանալու գերբը Գրիգոր ասանք միտքդ բայ է որտեվ մեկ պիտի խնդրեմ քեզ մե որ վերջո բացադրես մեզի ինչ որ գրած ես որ գշարունակվի հետևյալ ձևով եւ առաքինություն ունեցավ չպատկանելու ոչ մեկ խմբակի եւ այլն բայց ուրեմն ինչ սպյուրկանալու ձևը նաեւ չպատկանիլն էր եւ այլն մեկը մյուսին հետ կապված էր չեմ գիտեր հետո հաջորդ էջին վրա նայենք ինչ կսե գորհոս որով եղեր էր արև մուտքին, հարաճին նայերին եւ այլն այգանի մեջ հագարագիր հանդեպ ցուցաբերած համագրանքին հավիդենական թրսեցիմը որ գխոսի ուրիշ դեղ է եւ որուն խոսքը գմնա անհասկանալի կամ լրելի բոլոր բիդակներն անտին գծկտեր լալ սպյուրքի քրողմը ստանցնել այս դաժանակին առանցնությունը մեգումը որ
չի բաժներ դարբերության ցանտեբ այլամերժ հավաքականությամը ճշմարտությունները եւ քիչ միետկը իր մտածածը այնքան քիչ ամփոխավար էր որ գմիանար սպյուրքի թեր չմտածված ու իր օրերուն հիմնովին անընդունելի եզրերուն ուրեմն ունինքոս Գրիգորին քրչինդակ Սարաֆյանը որ իր Yankov իր որտեղած թիրքով իր լրությամբ իր ոչ ամփոխավար գեցվածքով ասենք նախագարաբեդը նախագարաբեդը քալիկ սպյուրքիմը կամ սպյուրքի քալիկ մտածողությամբ որ չգար անշուշտ չգար հարցում այն լալով թե ուրեմն ինչ կժարանքեցինք մենք ատկե գարձես թե նույն էջին վրա քիչ մվարը մեզի համար քիչ մը ավելի այս մեգա անձնական հուշմն է որ իրն է բայց նաև իմս մեզի համար Եհոմի Փարիզի մասնաճյուղին համար փորձեցինք պատրաստել ինչեր գներեք լսադեսողական մոնտաժը վիճելի ցերնարկմներ անկասկած դեսողական դարձնել Սարաֆյանի քեր պատկերային փանացությունը էական այլեր Սարաֆյանի քերտվազները արցակը գխոսեին սկսեր էին խոսիլ մեզի որ գուզեինք փամ հասկանալ սպյուրք գոչված կոյութենեն ուրեմն գանտրատարնակ կոր չէ ուրեմն իրենք սկսեին ինչպես գուզեինք փամ հասկանալ սպյուրք գոչված կոյութենեն ուրեմն ցևովը Սարաֆյանը այդտեղ իրենց եւ այդտեղ մեզի երբ որ գսե Հարություն Քյուրքյանն ալգամեջը մի մորնակ իրենց ուրեմն եղած է շրաչ նախագարաբեդսի ցևովը նախորդ վարբեդը իր ուրեմն ուղին փածած ուղին վրա կալողն ենք մենք եւ այլն եւ ինչու սի անցնական որտեւ այս երեգոն որ հոս խնդրարարգա է Paris Rue Bleue գավակվեին ուրեմն շաբաթ անգամ կամ երկու շաբաթ անգամ չեմ իշեր եւ ուրեմն օրը Գրիգոր եւ Հարութը որոշեր էին ուրեմն լսադեսողական ներկայացումն Սարաֆյանի կորձերուն եւ այլն եւ Միչայելոց նաեւ Միչագրագանի տերլուշ դեսած Միչայելոց եթե լավ գիշեմ Միչագրագանի քերթվազներուն բանով մոնտաժով եւ այլն եւ ինձ համար այդ դարին էր ուրեմն 68-ը ամեն ինչ նորություններ անշուշտ չէ բիդի խոսիմ այդ մասին այդ ամեն ինչ նորությունները հետո այդ 47-ին վրա ենք բանասեությունը ուրեմն քիչ նայենք ուրեմն հոսե իր կախնիկներեն մեկը բանասեությունը դողե վանգաչապե անտին այն հոգևոր գրտանքն է որ կարող է մտածել բանասեությունը գմտածե մեր բնակությունը կոյավորող հարցերը մեր բնակությունը կոյավորող հարցերը այսինքն ասենք կոյություն դվող եւ այլն անոնց կոյություն դվող անոնց բարգեվել գերբուցև եւ ցևավորվիլ իր գարկին այսինքն ցևավորվիլ ինքը բանասեությունը շնորհիվ ինչ մեր բնակության շնորհիվ մեր բնակության բնակությունը կոյավորող հարցերուն բնակություն հոսքը նշանակե էական պարման է բնակությունը 47-ը հետո ուրեմն
քիչ մի ետքը Սարաֆյան կարոտ տարի վեր հադորչերը դարագած, օքեյ, այդ չէ որ դիգատայի Սարաֆյան ինք մեկ անգամ են հասկացել էր որ ուր է նախատասությունը Սարաֆյան ինք մեկ անգամ հոսքրեր եմ գներեք այստեղ չեմ դեսներ գոր Սարաֆյան ինք մեկ անգամ են հասկացել էր որ անասադության փրկությունը գսկսեր Զայրակույն արևմտականացում են նորեն տանտաղը գարտամ գոր որովհետև խենթենալիք նախատասություններ են բայց կգրեգոր 87-ին եւ փամը կնգրակրեգոր որ ուրեմն 87-ին ուրեմն 20 տարի առաջ դակավին չերքիդեր եւ խորքին մեջ հոսքը պատմեգոր այդ քյուդին այդ վերակյուդին այդ բացահայտումին պատմությունը ծավալվում նորեն գարտամ այս նախատասությունը Սարաֆյանին մեկ անգամ են հասկացել էր որ Փանասեվիչյանը փրկությունը կսկսեր ծայրակույն արևմտականացում են բայց գիտեք Սարաֆյանին գրածները չէ աշխարհին ծայրն ենք նետված եւ ուրեմն պետք է ընդունել որ աշխարհին ծայրն ենք նետված եւ ընդունել որ աշխարհին ծայրի բնակիչներն ենք մենք դո ուրիշ դերմը քիչ մի ետքը անչրբեդեն մինչև սանք տասական թվով միջագրականը Սարաֆյան մեզի կփոխանցե արդիական հզորակույն ցկտումը նորությունը հայոց լեզվով հայոց լեզվով նորություն քիչ առաջվան իր նաև խոսածներն մեկներ այդ որ իվերչո գար հայալեզու քրականություն ջող Բերութ միջին արևելք Փարիզ ինչու չէ բայց Փարիզ դարբեր են բայց հոս նորությունը հայոց լեզվով այք հետո հայ քրողներեն վարգամը հայ քրողներեն շատերը կարող էին եւ հոս ավելի գագնարգե միջին արևելքի քրողներուն Երևս ոչ միայն հայ քրողներեն շատերը կարող էին Թուրսի նորություն հասկանալ այս կային որ հայկական չէ ֆրանսական ամերիկյան ինչու չէ Զայն տերևսալ ապրիլ գենսային ալյուրությամբ սակայն անգարող էին խորինելու զայն հայոց լեզվով ուրեմն հարցն անշուշտ խորինել էր հայոց լեզվով նորությունը ուրեմն քշմբիրի շարունակեմ խոսքը դալի առաջ Գրիգորին առաջին բանը որ անշուշտ գուզեի իրմե այս իրիգոն այն է որ մեզի քիչ մբատմեր անցքը Բերութեն Փարիզ եւ այդ իմ մեծ վերնակիրս ուրեմն Փարիզ Բերութ եւ վերադարձ որբեսի արտարանա եւ քիչ մի եւս պիտի բացատրեմ ինչու ասենք այս հարցումը քիչ նրբացնելով ինչու միայն 1968-ին նշանակությունը ստացավ օրինակ դասպիրկացումի հարցը Սարաֆյանի Փանասեվիչյան կարևորությունը եւ այլն եւ ամբողջ իր փանասացական մտածողությունը քանի որ այգանի խմբակը արդեն իսկ որոշած էր իր մեջ Սարաֆյանեն նոր քիք մտնել եւ Գրիգորնալ Սարաֆյանի մոտ այդ ծրագիրին ի վերջո ներկայացուցիչներ ինքն էր որ գամուրջիտերը կգադարեր այգանի
եւ եւ Սարաֆյանի միջև եւ ուրեմն նայեցեք քիչ առաջվա նսածս է 87-ին գտնե բարերը այս ամբողջը արդայդելու համար բարեր գտնե այդ 67-ի 68-ի անտիբումին վրա եւ ուրեմն գուզեի իր մե պիտի խնդրեի որ ուրեմն քիչ մի հետքը մեզի այդ բաչերով գուզեմ որ այդ դարիներուն մասին քիչ մի վերադառնա բատմե ինչու միայն 68-ին այդ հատնությունը կամ այդ բացահայտումը եթե արտենիս հատ հետաքրությունը գար երբ որ Բերութեին Սարաֆյանով եւ այլն եւ okay հետո այդ մյուս նախադասությունը որ գարտացինք չէ կրետի առաջինն էր փանասիությունը որպես սփյուռքանալու ծևը գաչեմ Գրիգոր այդ մեկ նախադասությունը չէ խենթենալիք նախադասություն մնե պետք է ասել բա բացատրություն գուսենք փանասիությունը որպես սփյուռքանալու ծևը թե ինչ կնշանակի սփյուռքանալ եւ ինչու փանասիությունն է այս բարակային մենաշնորյալ ծևը սփյուռքանալու մեզի որ գուզենք փամ հասկանալ գսե սփյուռք գոչված քույտենեն փանաստադրության փրկությունը գսե նաև կսկսեր զայրակույն արեմդականացում են բայց նաև ինչպես ասի այդ դասադեսողական ներկայացումին ես ներկա էի եւ իրենց մե Գրիգորեն եւ Հարություն Քյուրքյանեն ստացա ես Սարաֆյանի անունը կորձը փնդրդուկը ուրեմն թուք Գրիգոր եւ Հարություն Քյուրքյան պետք է նախ ստացած լայք Գրիգորին գխոսիմ գոր ուրեմն Սարաֆյանի անունը պետք է նախ Փարիզեն Բերութ անցած լար Փարիզ Բերութ եւ վերադարձ պետք է Փարիզեն Բերութ անցած լար ընկալում պետք է դերի ունեցած լար ֆրանսերեն une réception այդ ընկալումին պայմանները հարաճուց պետք է կոյանալին որբեսի ընկալում լա պետք է դոր պայմանները հոնլան ներգալան հոնեին Բերութ որբեսի հետո իդ Փարիզ փոխադրվեր այդ իրենց ստացածը եւ իրենց ստացածը Փարիզն էր Սարաֆյան եւ իմիջայլոց ինձի փոխանցվեր et ուրեմն ֆրանսերեն պիտի ասեմ il faut une réception pour qu'il y ait une transmission եւ գուզեմ որ երկուքս Գրիգորի եւ ես այդ երթուտարցին մասին մտածենք բախմը անհրաժեշտ երթուտարց Փարիզ Բերութ եւ վերադարձ եւ արդյոք նույն քիչ դուրս ելելով բայց այդ մասնույթին այս սելիկիս հետո բիդի գարձեմ բիդի վերադառնամ արդյոք նույն այս հագաթարց շարժումը չէ որ գսվի այս անգամ վիբական ծևով շարքին 7-րդ հադորով որ գոչվի շրջում եւ ուրեմն գգրտնեմ ես այնադեն 20 տարեկան բադանի մնեի ի վերջո քեշակայրեն կդեի մտավորական շրջանակի մեջ մեծած էի քանի որ Դերագոպյանին դունը նեինք ի վերջո հաջախ իմ հորաքույրս Դերագոպյան էր ամուսնացած էր Հակոբ Դերագոպյանին հետ Փարիզի մեջ ի վերջո դբարանին հիմնադիրը ուր հարաճ դարիներով լույս տեսած է եւ հանդիպած եմ հավանաբար այդ բոլոր մտավորականներուն որոնք իրենց մոտ օրինակ քիրք կդբեին բայց եւ այնպես երբեք
Կրնակ վստահ լալ Սարաֆյանի կամ որբունի անունը բիջ լսեի յանքիս մեջ եւ ուրեմն ցևով մնալ ես իրեն ժառանգորդը բիդի չդառնայի եթե բերութեն չանցնեին իրենք այդ անունները եւ չվերադարձվեին ինձի բերութեն եւ քանի որ շրջումի մասին խոսեցանք թերևս սոս կարելի հարց տալ թե ասիկա ուրիշ հարցումն է բայց նույն հարցումն է քանի որ ցկեցեք որ այսալ ասեմ կարելի հարց տալ թե ինչ կբադայի վիբական 7-րդ դարով ինչու հանգարց այդտեղ եւ միայն այդտեղ 7-րդ դար թվական չեմ շերգոր 2012 ադանք պամը այսքան բավական ուշ ինչու այդտեղ շարքը գմդածվի ուրամցվի որպես alt որպես շարք վիբական շարքի մասին եմ հիմա եւ ինչու ընդանուր վերնակիրը մգստանա քիշերատարց դարձի մասին է չէ ինչու քիշերատարց ինչու շրջում եւ ինչու այդտեղ միայն այդտեղ ուրեմն բավական ուշ ասի այն մյուս ուղղությամբ դարձը այդ մութ դարձը քիշերային դարձը ընթերցողին աչքին արջև գբերվի որպես էական բաղը ասենք սպիրկացումին դարձն է դեպի դուրս ոչ դեպի ներս դարձն է դեպի ծայրակուն արևմուտք դարձն է նաև դեպի Փարիզ իմիջայլոտ վիբական ցևով եւ ուրեմն հավանաբար սպիրկի ինչսի հիմնական բազի սպիրկացումին եւ ուրեմն հավանաբար սպիրկի մտածողության ինքնակիդակցության թրշություն այդտեղ ինքսինք կբարդատրե վերջականապես բայց ուշ 2013-ին ուրեմն 67-ին չէ 87-ին չէ 92-ին չէ 2012-ին վիբական որոշումով եւ այնալ հերինագային որոշումով քանի վեբին մեջ չի կդարվի այդ որոշումը կդարվի Գրիգոր Բլեդյանի ուղեղին մեջ երբ որ գորոշե 7-րդ դարեն սկսյալ որ վիբական շարք պիտի լա անուն պիտի ունենա եւ 7-րդ դարը պիտի գոչվի շրջում եւ պիտի բատմե դարձը դեպի դուրս Արավել Զայրեն պիտի բացատրեմ եզի Գրիգորը թե ինչ է դարբերությունը հավանաբար ադիգա ուրիշ հարց է բադումին եւ վեբին միջև եւ այլն օքեյ ուրեմն Գրիգոր այս ամբողջ շարք հարցումներ կան հոս առաջինը քիչ պատմողական պետք է լա առաջին պատասխանից է թերևս ինչու է եկան ինչպես ծնավ է եկանը ի վերջո ինչ էր սպասում է եկանին այդ երդասարտներեն որ Շահինյանին շուրջն էին որուն որոշումներ ինչու դադրեցավ ինչու սկսավ ինչու դադրեցավ այդ բադումի պատմությունը գա եւ քիչ մնալ թերևս մեզի քիչ շարատրել ինչու չէ ալե այդ մեկ-երկու նախադասություններուն շուրջ է պանասիոյությունը որպես սպիրկանալու ծևը վաու պանասիոյությունը որպես սպիրկանալու ծևը ինչ կնշանակի սպիրկանալ եւ ինչու պանասիոյությունը եւ ահվասիկ Մերսի Մարկ շատ հարցումներ կան եւ ես պիտի ուզեի որ քրողը ազատ ցկվեր պատասխանելու կամ չպատասխանելու այո ասալ եմ որ շատ դարօրինակ բանի մեկացության մեջ ենք հոս կանտրադառնակ կոր չէ այսինքն պիտի պատասխանե ցեզի բացադրելով փամը որ բանասերդությունն է որ մեծի պետք է բացադրե չէ ներես Գրիգոր չէ ամեբարակայի սկիզբենալ ուրպատալ պանասայն եղբոր ես այստեղ չեմ գտնվիր բացադրելու համար որ եւ մեկ գարիկը չեմ զգար բացադրելու կկրես քրածիտ մեջ բացադրությունները գլան այսինքն եթե բացադրության մագարտագին գվերապերի խնդիրը բայց ինչ որ է ասիգա քանի որ այստեղ եմ առհասարակ եւ կսեմ որ
Ացական նկատեցեք, կամ մերած նկատեցեք, ուրեմն գնաք խոսիր ինչպես որ գուզեք։ Այսինքն ընթերցողները իրենց մեկնաբանությունը թող դան ազատորեն առանց հեղինակային միջամտության, որովհետև թույլ տվեք ասեմ, որ հեղինակը անպայման ամեն բան չի գիտեր, կամ չի հիշեր, եւ պերմնալ չուզեր կամ չի գրնար հիշել, այս բոլորը կան։ Հետևաբար փորձել անպայման լեցնել բարաբը, որ հարցումը կստեղծե, քիչ մը հավակնոտ բիդելա։ Բայց ուրեմն բարձրապես կնանք կոնկրետ բաներու մասին խոսիլ, ինչպես թելադրեիր։ Ուրեմն այգանը 1960 լիպանան լույս տեսավ իբր երամսյա 1966-ին մինչև 1970 եւ ուրեմն նախաձեռնությունը արած էր Գրիգոր Շահինյանը, որ ջեմարանի մեջ մեր, այսինքն մեր երբ որ գսեմ հարությունին իմ եւ նաեւ ուրիշներու քրագանություն տասաբանտազ է, բայց ինքը հիմնականին մեջ ինքը չէր, ինքը ուսանած էր Բելգիկա եւ ջեմարանի մեջ միակ ուսուցիչներ, որ մանկավարժական ուսում ըրած էր։ Եվ այսքա կարևոր էր, քանի որ ամբողջ եվրոպական մանկավարժությունը, որ ինք սորված էր, բանկը կործածրեր ջեմարանի մեջ եւ նորությունները ամենեն հետաքրական այն է, որ դպրոցը փակ միջոց մտչեր իրեն համար, մեզ շաբաթ անգամ մեզ գտան Բեյրութի ասենք ցուցանտեսներ գային, այնպես որ ես ժամանակին որոշ հայ նկարիչներ, օրինակ Ասադուրը, ես ճանաչած եմ իր առաջին ցուցանտեսով, հետո նաև ուրիշ բան մնալ գներ, այդ մարտիկը գբերեր դուրսեն ներս, այսինքն ջեմարանը կամ դպրոցը փակ միջավայր մտչեր, այլ բաց, մանավանդ որ ջեմարանը քաղաքին կետրոնի մեջներ, հետևաբար անգարելի էր այդ դպրոցը փակել։ Գասկնակ, բարձրապես երևակայական գերբով գնաց պագել, հետևաբար մեզի համար Շահինյանին համար մանկավարժական օրեն կարևոր էր, որ մենք քաղաքին մեջ լայնք։ Ուրեմն քիչ թե շատ մեզ վարժեցուց, որ քաղաքը լանք, այսինքն Բեյրութը ինչպես որ գնանք ասել։ Ուրեմն ուզեց քանի որ ուներ քանի աշակերտներ Հարությունա, Շարիկ Պապազյանը, ես, ուզեց անոնց հետ քրական հանդեսը հիմնել եւ մեզ հրավիրեց իր դունը Անտիլիաս, Նարնջենիներու հիանալի, այնադեն շենքեր այնքան տարածված չէին, Նարնջենիներու թաշտեր էին եւ դունը առանցին էր ժողովիներու ընթացքին, երբ որ գհանդիպեինք ամբողջ նարնջենիներու քույրերը գլուխ բաներ, բացարիք մինչև բաներ, ծովնալ հերու չէր, գիտեք ասոնք կսեմ ոչ բանաստեղծական բաներ, այլ որովհետև դվյալներու մասը գասմեն եւ քիչ Անտիլիասի այդ մասը դակավին քյուրական գողմ ուներ։ Հետևաբար Շահինյանը ուրեմն առաջարկեց, որ tertmehimmen հիմա Փակիլի մեջ այն ադեն գային ներողություն Բեյրութի մեջ այդ ժամանակ գային քրական հանդեսներ բազմաթ կուսակցություն ամեն մեկ կուսակցություն իր քրական հանդեսը ուներ իր քրողներուն համար ուրեմն Փակին նարգար տաշնակցականներուն համար եւ մենք հաջող հանդիպեինք Փակվինի շրջաբադին մեջ հետևաբար Շարիկ Պապազյանը, որ մեր խումբին մաս կգաց, մեր սա որ քանի Փակինը գա ինչու նոր բան հիմնենք։ Անշուշտ խնդիրը այն էր, որ Փակինը որոշ ուղղություն կներկայացներ, ոչ միայն քաղաքական, այլ նաև բիդեսեի քերակիդական։ Փակինը արդեն որոշ անցյալ ուներ, Սարաֆյանը Փակինի երկրորդ տիվին մեջ բանասերությունը հրադարագած էր, որ կգոչվեր միջեր գրական։ Եվ որ պիտի դառնար քիրք 1971-ին։ Ուրեմն Սարաֆյան չափազանց թշկող էր այդ հրադարագութենեն, որովհետև վրիբակներ շատ գային, ես ադիգա իմացա, երբ որ Սարաֆյանին հանդիպեցա։ Ուրեմն
Սարաֆյանի թշկողությունը ուրիշ պատճառներով մեր թշկողությունն ալեր Պակինեն, որովհետև այնտեղ գհրադարակվեին Պակինի ես կնատադությունը պիտի չունեմ, իր թերը գդարած էր բաներ, հետաքրքրականներ սկիզբը, բայց մենք կուզեինք ավելին, մենք կուզեինք բացվել դեպի արաբական աշխարհը, դեպի շրջապատը, քանի որ Լիբանանի մեջ քաղաքին Լիբանանի մեջ մեծ թիվով արաբերենով գրողներ կային, ֆրանսերենով գրողներ կային, հետո նաև գար ամբողջ աշխարհի գրականությունը գար, ուրեմն ինչու պիտի սահմանափակվենք Պակինի մեջ, ուր առասարակ մյուս գրականություններում մասին շատ քիչ բան կար։ Հետո ուրեմն մեր մտահոգություն, Շահինյանի մտահոգությունը այսօրվա գրականությունը ընելներ, այսինքն մեր վիճակի մասին, ուրեմն ինչ որ է Շարիկ Պապազյանը չմասնակցեցավ, մենք ուրեմն երեքով Հարությունը Շահինյանը եւ ես հագարակ գիտեք սերնդային եւ դարիքային դարբերության ուրեմն առաջին թիվը երկրորդ պատրաստեցինք եւ երկրորդ թիվով արդեն մեծ թիվով երդասարտներ միացան անոնք որոնք հաջող էին Հայգազյան համալսարանը, Լիբանանյան համալսարանը եւ որոնք փաստորեն նորեն դեղ չունեին այս մամուլին մեջ ժամանակի մամուլի մեջ որտեղ այդ երդասարտություն ուրիշ բան կփնտրե իրեն գդրվի իր ճուզած այսին ավանտական բանը ուրեմն այս Պակին այս Այգան այսպես անշուշտ սկիզբը չափազանց պիրտ բաներ եղան որովհետև Ահեգան հին քրապարով ահյակ կնշանակեցախ ուրեմն քրող մեկը քննադատները մեկը ասավ հա ասոնք ցախ են ուրեմն գնաք Երևանայ որ Լիբանանի մեծ ցախը ինչ համբավ կրնա ունենալ բոլորը թեմեին անշուշտ բայց կդան արիթը կատեգորիի մեջ տեղավորելու ցախական են եւ ուրեմն մերժելի են անգետ դուրս բավական բայկար մղեցին մամուլին մեջ բավական աղդոտ հոդվածներ լույս տեսան ինչ որ է պիտի բան չդեմ միայն թե այդ Այգանի շնորհիվ հայտնվեցան ստորագրություններ եւ Այգանի երկրորդ բան այն է որ ստեղծեր գապը հին գրողներու հետ որը Սարաֆյան Որպունին երկու հիմնական այն գրողներ հիմա Սարաֆյանը ես ճանաչած էի շատ դարօրինակ կերպով Հակոբ Օշագանի սպիրկը եւ իր բանաստեղծությունը ադորին մեջ այդ էսեմն է որում մեջ ինքը խոսի սպիրկի բանաստեղծներու մասին եւ Սարաֆյանի մասին բավական ժխտական բաներ ալգսե Օշագանին քրված քրելու գերբն է ադիգա իրեն համար մի անտեքեան գար անգետուրս ուրեմն մնացածները անգումի շրջանի բաներ են եւ այնտեղ հետաքրքրությամբ կացի քրատարանը ջեմարանը շատ հարուստ քրատարան ուներ ուրեմն այնտեղ պնդրեցի Սարաֆյանի անջրբետի մկրավումը եւ սկսա գարտալ խոստովանի փամը չի հասկացած ինչու՞ էլ հասկանալ բանալցությունն քիչ միամի դարձում մնա բայց այն ադենիացալ միամի դեպի բայց չի հասկացած բայց չափազանց նոր փամներ եւ այն օրինակը որը գարջեմարանի մեջ այդ օրինակի լուսանցքներում բարոն Անտրանիկ Զարուկյանը իդողություններ ռադեր Սարաֆյանի բանաստեղծության մասին յանալի բաներ են որովհետև հիմա ինչ որ միտքս չգա թե ինչ գրածեր բայց օրինակ բավական հաջո գապ չունեցող տեքստին հետ կապ չունեցող բաներին առասարակ ժխտական սեմբոր դասը դարի վերջ Անտրանիկ Ծառուկյանը անդադար շփումի մեջ պիտի մտներ Սարաֆյանին հետ որբեսի Սարաֆյանեն գրություններ դբեր նայրի մեջ ասալ ուրիշ պարադոքս մնե գիտեք մեր իրականության մեջ ուրեմն եւ Անտրանիկ այդ բանաս ուրեմն Զարուկյանի այդ հագաստեցությունը մեջս ստեղծեց բանը որ աստեղ բանը գավոր հետաքրքրական պետք է լապետ ածիկա որ ժամանակ անցավ հարությունին հետը մենք հանդիպեինք եւ ուրեմն մտածեցինք որ Սարաֆյանը հարությունը պետք է ավելի հասուն էր քան ես
անավելի շատ բաներ գիտեր, ինքն է որ մղեց, որ ես թեքեյան գարտամ, ես թեքեյանին չէի գարտացած նախքան հարությունին դիդողությունը։ Երբ որ Փարիզ եկանք, շատ բարձ է Սարաֆյանը մոտ էր, ուրեմն 67-ին էր, երբ որ առաջին անգամ փորձեցինք Սարաֆյանի հետ կապ հաստատել։ Եվ ուզեցին գնել այդ բանասերության երեգոն 68-ի այդ 68-ի թեփկերուն ընթացքին էր եւ հայ ուսանողական միությունը Գաբույթ փողոցի մեջ, աղի բլոյի մեջ Սարաֆյանի երեգոմը ուզեցնել Սարաֆյան հրավիրեցինք, բայց չգավ։ Բադրվագը որ գինը հիվանդ է։ Ասանք բադրվակներ ուներ հասկանալի, բայց երեգոն հետաքրքրական էր, նույնիսկ հարաճի մեջ պստիկ այսպես դարիներ վերջ կդա դիպամ Արփիկ Միսակյանի կողմէ գրված պստիկ քրությունը, ես թվականը մորցած էի, այնտեղ գար թվականը։ Ուրեմն այդ օրը հետաքրքրը այն էր, որ նախ մեր միջոցները չափազանց դարական միջոցներ էին պետք է ասել, մեկ մասը քրության հարութը գարտար, մեկ մասը արձակ եւ բանասերություն, եւ այն ադենը մեզի համար բանասեր Սարաֆյանը քիչմա սպիրկի բանաստեղծներ, այսինքն այն որ Փարիզի մեջ հայերենի վրա կգադարեր աշխատանքը, որ իր մե առաջ միջին արևելքի մեջ կամ ուրիշ տեղ չեր գդարված ինք ուներ հարաբերությունը Թուրսի գրականություններ ունետ։ Ես այն ադեն Սարաֆյանի բազմաթիվ դասնյակներով հոդվածները չի գարտացած, դարիներ հետո ադոնք հավաքեցի դպեցան Երևան առանցին ադորի մեջ այդ հոդվածներով։ Եվ ուրեմն Սարաֆյանը իր ժամանակին մարդն էր, հագարականոր որ գաբրեր առանցին Վենսենի անդարի մոտ իր դանը մեջ եւ գգացես որ կապ չուներ բանին հետ։ Հետևաբար այդտեղ մեզի 68-ին մենք կոնե ես կնամ ասել, բայց հադախտում ունի ասելու մենք, որովհետև ես միայն մեկ չէի, այլ ուրիշներ ալգային եւ այդ խումբերում մեջ առհասարակ խումբերում անհատները այսպես perméable են իրարու հաջող մտածեն նույն ցեվով որտեղ մեկը պամգսետ ու ուրիշ պամգսես հետո գային քաղաքին մեջ ուրիշ հանդիպումներ որով հետո գար 68-ի մթնոլորտը պետք չէ մոռնալ որուն շուրջ հարությունը պիտի գրեր իր փորձ տարածության մասին այդ շատ կարևոր այո քրությունը որտեղ պետք ահեգանին մեջ այդ քրութենեն ամենջապես վերջ ես հարադարագեցի Սարաֆյանի առաջին ընթացակ ուսումնասիրությունից որը գուքար այդ երեգոյի տեքստերեն խորքին մեջ այդ տեքստերը ես արդեն պատրաստած էի նախաբես որպեսզի գարտացվեին հետո անոնց շուրջ գրեցի ուրեմն Սարաֆյանը այդ քրությունը դպեցավ ահեգանի մեջ Սարաֆյանը շատ թշկո էր այո թշկո էր ավելի ճիշտը իրեն ցույց չի դված դպել է առաջ քանի որ գիտեի որ եթե դայի բիդի շատ բան ասեր որ ասոն կանե եւ քանի որ փորձառությունը գար Գրիգոր Շահինյանին որ իր մասին ադան գրած էր եւ Սարաֆյանը այնպես մարաձե որ այդ հոդվածը չդպվի ես այդ փորձառության ցանոթը լալուց ասի որ չէ ես կդպեմ դպեցինք ուրեմն ինքը վերջավորության որոշ կետեր գային որոնց համացան չէր լավ համացան չէր ամեն մարդ ազատ է եւ իրեն ես ասած էի որ ընթերցողը ազատ է դուք ամեն բան մեզի ինձի բարդատրելու բանը չունիք ճիշտ է որ սկսած էին հայր որդի այսպես հարաբերությունը որ ես շատ չէի ախորժել պետք է ասել բայց այդպես է իրականությունը 68-ին համար 68-ին Սարաֆյանը հետը սեդեսագան նաև որ փունին բայց աճարաբելի տանտաղ գերբով դարձավ մեզ համար ինձի համար քրագանությունը լալու քրագանությամբ փնագելու
թեթերը բերեմ մեկը Սարաֆյանը միայն քրագանությամբ գաբրեր կնանգսել Արաբոդյան 5-ն մինչև ժամը 11 կքրեր եւ իրեն համար քիրը կարևոր ոչ միայն կարևոր լալու գերբներ որփունին բարական ուրիշ բարակամներ հիմա այդ 68-ին հայտնվելը եւ ոչ թե բան Բեյրութին բարձ է շատ գնամսել որ 68-ին որ Փարիզ էինք չենք գտնվեր այն պաշտպանողական այդ գաշկանտիչ մտնոլորտին մեջ որ Բեյրութինն էր այլ 68-ի պատճառով նաև շունչ մգկաշային քանի որ մեր դուներեն մեր վրա ճնշող ուժերեն հերու էինք ազատ գնայինք դերը դառնալ մեր մարմինին ասի կարևոր բան է Եվրոպայի մեջ թուն գնաս ապրիլ կու մարմինդ Բեյրութի մեջ թուն կու մարմինդ չէիր գնար ապրիլ մասիկա երբ որ գսեմ շատ բաներ պետք է թելադրեցեզի երդասարտներուս համար որոնք ցանկի փորձառությունը նոր բիդիես սկսեին եւ այստեղ է որ սկսեին եւ ադիգա սկսեր նաեւ դեսակմը սանցարցակ ազատության մտնոր միջավայրի մեջ հագարականոր որ մեր միջոցները բրելու միջոցները շատ սեղմներ էին մենք շատ ես շատ դրամ չունեի ապրելու համար հայրենի 18 ուրեմն այդ 68-ը մեզի համար դարձավ շրջադարձային կյանքը երբ կրնայինք Բեյրութը տեսնել այնպես ինչպես որ էր եւ նաեւ տեսնել Թուրքի աշխարհը Թուրքսը այսինքն ինչպես որ կարծեմ քերես մեջ ասած եմ մտնել Թուրքս Սենյակի մեջ Սենյակ քիրքիս մեջ կգտնվի այդտասն մտնել Թուրքս մինչ այդ գաբրեինք այդ աշխարհի մեջ որ այն դեն գսեին քաղաքապարախոսական աշխարհ իդեոլոգիկ աշխարհ մգար որում մեջ այս կամ այն չափով իբրե վարժապետ կամ իբրե վաշագերտ գաբրեինք անգե դուրսը որ ելանք Եվ բայց ասիգա երկարքորց մնա ելլելը գիտեք այնքան մեկ թուրմը չէ որ գփանալ դուրս գելես որտեվ ամբողջ այդ աշխարհը տուն հետդ գդանից ամենը դժվարը օրինակ չգարոտնալն է կամ չուզելն է ինչ որ քեզ հետ կուկա ասես բոլոր հոգեբանական երևույթները գմտնեն ամիջապես որ տուն գաբրիզ օդարությունը Այդ Քաղաքապարախոսության կամ քաղաքապանության մասին կամ այդ բառն է որ գործածեցուն Սարաֆյանի հոդվածին այգանի մեջ սկիզբը այդ ամբողջ բաժինը հետո երբ որ դրամի մեջ հրադարագեցիր այդ հոդվածը այդ սկզբնական բաժինը հանեցիր այո բայց ուշտեղ մտավատիկա ասեմ ուշտեղ դրացեմ ուրիշ դե դրացեմ բայց ճիշտ այդ մասն է որ Սարաֆյան չերուզեր Սարաֆյան շապազանց զգայուներ այդ մասին ու որ գբերեր ասկային քաղաքապարապանության ես այն տեքստին մեջ սանձանությունը գտնեմ քաղաքապարախոսության օրինակ կուսակցությունները պրոգրամներ ունենան միշտ ասկային քաղաքապարապանությունը այն է որում մասին մարդիկ շատ չեն մտածել բայց քաղաքապարները գործածեն adonk կգտնվին ներսը դագը բիդիեսի Ադե դարբերությունը հիմա երբեք մարդիկ երբեմն գշփոթեն քաղաքապարախոսություն եւ քաղաքապարապանություն Փարմը եւս այգանի թատրեցումին մասին ինչու թատրեցավ շատ բարձ է գնամսել շատ բարձ է քանի որ Գրիգոր Շայնյան ինձ նավակ գրեց ես Բեյրութ կգտնվեի հարությունը ինքը ես Փարիզ էի Միշտեր հարությունը բաներ Բեյրութ բերա դարձած էր արդեն հարությունը չեր ուզեր ստանցնել թերթը որտեղ թերթը դժվարություններ ուներ որոնց մեկը այն էր որ ուսակցությունները բոլորոնալ իրարու հետ համաձայն չէին ուզեր որ այսպես outsider-ը կար գիտեք outsider-ի տերմիններ այգանը որտեղ այգանը գուզեր կնանցել համահայկական անտեսմանել
կուսակցություններ ու իդեոլոգիկ զանազանություններ են անտին, այսինքն ժամանակագից քրագանություն առանց այդ քաղաքապարախոսություններում ուներ իր քաղաքապարապանություն անշուշտ։ Ուրեմն երբ որ 70-ին վերջին թիվներ Շայնյանը ասավ ինձյալ գրեց, որ չես ուզեր բայց ես Փարիզ գաբրեի չէի գնար վերադառնալ, ուրեմն տերտը այդպես տատրեցավ նյութական բավական բաց մուներ, քանի որ գաբրեր միայն բաժանորդներով իր բաժանորդներուն թիվը Բեյրութեն կամ Թուրքսեն 200-ի պես բամներ որ բավական չէին եւ պետք է ասել որ Շիրակ դբարանը բավական գոքներ Շիրագի հրադարագություն մներ ոչ համասկայինի եւ ոչ ալ զարտոնքի ասեն կարևոր բամներ Շիրագը ուրիշ հրադարագիչ մներ այդ ծավով որ դերտը տատրեցավ կոնե այդ ժամանակ Հիմա վանին 70-ին եւ 87-ին բիդի անցնենք այդ մյուս հարցումը, որը քեզ այդ հարցումին վեբական 7-րդ դորը, որ հանգարց շրջում անունով, բայց ան նաեւ միևնույն ժամանակ հեղինակային որոշում մգա շարք Կին անուն մդալու եւ շարքը նելու ուրեմն եւ շարքին անունը տնելու քիշերատարց ուրեմն դարձի հնտիրը գա ուրեմն իմ հարցումս այներ որ այդ տեբի այդ դարձը անշուշտ տեբի դուրս դարձն է այսինքն բարզ ծավալված Փարիզեն Բերութեն Փարիզ անշուշտ բայց որպես շարունակություն հնարավոր լա որբեսի լումեն անտին փոխանցում կարելի է լա եւ որբեսի սպյուրքացում հնարավոր լա այդ մյուս ուղղությամբ հարցը պետք է դորմասին գուզեմ որ խոսիս անշուշտ բայց նախ խոսիս վիբական որոշումիտ մասին քու որոշումիտ 7-րդ դորով հիմա 5 Բեցադոր եղած էր եւ ես Երևան գտնվեի հրադարագիչին մոտ։ Հրադարագիչները երբեմն շատ կարևոր դեր ունին։ Պետք է ասել, քանի որ քիչ հրադարագիչ կա, որ քեզի գսե շարունակե գրեք, ես քեզի գդեմ։ Քանի անգամ լսած եմ թեր կգրես կոր։ Ասի լսած եմ։ Չեմ լսած գրե ես կդեմ։ Քիչ անգամ։ Ուրեմն Խաչենցը ինձ իցավ խոսին բանը գդբեմ այդ ադեն շրջունը պատրաստության մեջ էր ասին եղած էր դբարաններ գրեթե դբարաններ ուրեմն սավ ինչ կոլ չես մտածեր անուն մտալ շարքին քանի որ շարք մնե Գիտես ես չեմ սիրել դանքը ալա Զոլա ալա Պրուստ բաներ տնել չեմ սիրել մտածեմ առհասարակ բանը մգբադայի կմտածես եւ մտածեցի որ ինչու ոչ շարքը փամը չես գործընծներ բայց ադիգա նաեւ հայտնի գտածնե փամը որ քիրքին մեջ կա այսինքն mise en évidence մգնե ինչ որ ատեն տեքստին մեջ աշխատի գոր այսինքն ինքնա գիտակցության հայտնությունը գամած եւ ուրեմն այդ անունը տնելը ադոր նշանը գտարնա երբ որ գորոշվի որ շարք մգա կարևոր չէ որ ադիգա ժամանակակրական շարք մնե լա կամ ոչ կարևորը այն է որ սերի իմը մեջ մտնե եւ ուրեմն ադիգա միություն մգուդա ամբողջին որը մինչ այդ բավական ծրված էր գիտեք ես ծրվում եմ քրողն եմ ես միավորում եմ շատ քրող չեմ ուրեմն երբ որ այդ որ գամած դետրակի մեջ փորձեցի զանազան բաներ գտնել ինչպես քիչ առաջ գծվեր մեկ բան բայց հայերեն շատ հնարավորություններ ունի մեկ բար գլա բայց երբ որ թարգմանես պիտի retour de nuit լա Gam retour de la nuit հայերենի քիշերատարցը գնա քիշերին վերադարձնալ հասկացվիլ կամ քիշերեն վերադարձը հասկացվիլ ուրեմն հայերենը ունի դիակտիմություններ ու հնարավորություններ
չէ, որը այո Քրիստիան այո ադալ գարելի է այդպես ալ ուրեմն դրագանոլով թե սերագանոլով հայրենը բանը երթիմության հիանալի կորձիկ մնե պետք է ասել ուրեմն այդ ծևով դե բավական գիտեք գրեթե ինչպես բանաստեղծություն աշխատից բանաստեղծությունը աշխատից բարարբար մինչև որ գտնես ճիշտ բանը երբ որ կդա խաչանցին կրեցի ասանք շատ բան չէր բայց ուսի որ ասիկա պիտի լա որովհետև անշուշտ գիշերադարձի բարով կդա ձեի վերջին քիրքին բովանդակությունը քանի որ շրջումին հետ ես կրած էի ամենավերջին քիրքը որ չդպված ուրեմն գամ կոնե անոր հիմնական մասերը ուրեմն պետք էր որ խորակիրը այդ վերջինին դաներ առանց որ անպայման ընթերցողին քիթին արջևը տնես կասկնա այո գիշերադարձը քիթ բանաստեղծական է ինչու ոչ վադալ գարելի է ուրեմն ինչու վիբում նորեն նույն բանով է ինքնա գիտակցության փուլն է երբ որտեղ գիտեք ինչ է արդեն շարքը գկրվի Փարիզ այսինքն շարքը գկրվի դուրսը երբեք Բեյրութի մեջ այդ մասին գրելու գաղափար չի եղած Փարիզն է որ կարելի էր գրել բլուրի բանը այդ ամբողջը Բեյրութի մեջ երբեք հնարավորություն միջա դերևս նույնիսկ թույլ չէին դար որ հրադարակվեր հասկանաս ուրեմն գաղափարախոսությունը կարելի չէր դարձնել անկարելի կդարձնել նման փորձ այնպես որ Փարիզը իր հիմնադեղն է գտնամասել այնտեղն է որ կսկսի ամեն ինչ Okay, բայց հիմա քիչմը պիտի քիչիկը հետո ավելի ուրիշ նյութերով պիտի անցնենք, բայց քիչմը ընդհանրացնենք սիրելի Գրիգոր այդ ինչ որ ես կոչեցի ընկալում փոխանցում, չէ, pas de transmission sans réception ընդհանրացնենք եւ մեր ներգայի մեջ փոխադրվենք այնադեն ես իվերջո պաննեմ պասնեմ որ ուրեմն երթու դարձումը պետք է այսինքն թեբիետ դարձումը պետք է որբեսի ես իմանայի անոնցանունները եւ ժառանգեի ես իրենց մե Գրիգոր հաբա այսօր ինչու համար գուզես ներողություն փորձենք անակրոնիզմներ չունել այդ բարակային որովհետև ինչ որ գսվի ճիշտ է որոշ փուլի մը գվերապերի այսօր գխորիմ որ նույնքան ստացումը ռեսեպսիոնը կարևոր է որբեսի փոխանցումը լա նույն այսին այդ մասին խոսիլ անգամ ավել բան է բայց ես իբր գրող այդ հարցին մոդենալու բանը չունիմ այսինքն ինձ համար սպիրկացումը սկսած է արդեն ուրեմն սպիրկացումը եթե սկսած է այդ ավանդությունն է որ պիտի շարունակվի այդ է որ պետք է դրվի այսինքն մեկ խոսքով պիտի ասեի շատ հոբիտ կերպով պետք է սպիրկի մեջ ապրողներուն դալ սպիրկը այսինքն որ անոնք սպիրկաբրին եւ ոչ թե երազեն հիմա գիտեք վերջին մեր աղետները անունները պիտի չդամ բոլորս ալ գիտենք ադոնք ես քանի մդարի առաջվան մեր աբրացները արդեն բավական մեզի սին այն թելատրեցին այն սխալը որ մորնալ մեր սպիրկուրսը լալու եւ թուրսին մեջ մնալու անհրաժեշտությունը այդ եթե մեր նախորդ սերունդին մեզ երազենք անգարելի երգիրը մեզի համար անգարելի երգիրը ոչ ուրիշներու համար եթե երազենք այդ անգարելի երգիրը մի կարոտ բիդելա կարոդի քրագանություն բիդինենք կծավի մտելու ես կարոդի քրագանություն չեմ ուզերնել փլուրի գյանքի մասին փլուրի գյանք ես չեմ քրած կարոդով Ես քրած եմ ազատագրվելու համար ատկե
Հասկան, ատկե դուրս գալու համար իբր եսմը, որ ինքսին կուզելալ, այսինքն ինքսին լալ, բայց արդեն եղած է կարելի եսել։ Հիմա ուրիշ նյութի պիտի անցնենք։ Այդ նյութը գոչվի բնագիլ, բայց նորեն ուրիշ նյութ, բայց նորեն վերադառնալով անցյալին։ Այդ 60-ականներու վերջ, 70-ականներու սկիզբի շրջանին։ Երբ որ Գրիգորը Փարիզ եկավ, կոնե այդ դարին 68-ն սկսյալ, ես երբ որ իրեն սկսա իրեն հետ խոսիլ, լսել զինքը եւ այլն, իր մտքին մեջ ուներ մեկ ծրագիր Ինդրայի մասին ցևով սկզբնական ծրագիրը Գրիգոր, եթե չեմ սխալիր, Ինդրայի մասին ավարտաճառը գրել էր, երբ որ ուսումը հանգրվանները հոն հասնեին։ Եվ վերջավորության ինչ որ եղավ այն է որ Գրիգոր Բլեդյանը գրեց փիլիսոփայական ավարտաճառը Հայդեգերի մասին, որ եթե լավ գիշեմ գոչվեր եւ դակավին գոչվի, ուրեմն Heidegger est le dépassement de l'esthétique, այսինքն Մարտին Հայդեգեր եւ Քիդուչյան կամ Քերեցկա Քիդուչյան զանցումը եւ ուրեմն Ինդրան քրվեցավ հայրեն լեզվով եւ մտավ դրամին մեջն է Ինդրան եւ ուրեմն Գրնահագարակել Ինդրան ֆրանսերեն, Հայդեգերը հայերեն։ Ինչու՞ չէ։ Ճիշտ դժվար ինստիտուցիոնալ ծավալ, չէ, բայց ինչու՞ չէ։ Ինչ որ մեզի կդանի ուրեմն տեպի բիդի դանի քիչ մի հետ տեպի մեր զրույցին երրորդ բաժինը որ պիտի անդրադառնա թարգմանության լեզուն պետք է ստանցնի իր դրսությունը բայց ինչու դրսություն եւ ինչու հիմա թարգմանության մասին մի խոսիմ, որովհետեւ եթե մյուս ուղղությամբ լար, եթե Ինդրանը լար ֆրանսերեն եւ Հայդեգերը հայերեն, թարգմանության հարց պիտի ցակեր։ Հայդեգերը թարգմանել հայերենի եւ Ինդրանալ թարգմանել ֆրանսերենի։ Ուրեմն մեր զրույցին վերջավորությամբ պիտի մեկ-երկու բզդի հարցումներ պիտի անեմ Գրիգորին թարգմանության խնդրին շուրջ։ Բայց հիմա հոս պիտի մեզի կդանի տեպի ուսի մեր զրույցին երրորդ բաժինը, որ պիտի անդրադառնա թարգմանության, լեզուն պետք է ստանցնի իր դրսությունը, ահա, ասիկա Գրիգորեն սորված եմ, չէ՞, լեզուն պետք է ստանցնի իր դրսությունը, բայց նաև լեզուն է, որ մեզի կսորվեցնե մեր դրսությունը ստանցնել, լը, Չարաչի պատասխանեց Միչայլոց, թե ինչու բանաստեղծությունն է, որ սփյուռքացումի ջամփան է, ինչ է գաբը սփյուռքացումի եւ բանաստեղծության միջև, չպատասխանեց այդ մասին, չէ՞։ Okay. Ուրեմն պետք է արդյոք այդ թրսությունը ստանցնելու համար պետք է սկսի մտածել թարգմանության գործողության մասին ու մտածել է առաջ դերևս կորցնական ձևով ինքը թարգմանե Ձայրեն ուրեմն մտածել պետք է, միասին պետք է մտածենք թարգմանական ձևով, ինչ որ օրինակ 20-րդ դարու փիլիսոփայությունը մտածած է, պետք է միասին Ձայրեն մտածենք հայերեն լեզվով, ինչ որ 20-րդ դարու կամ հագարակը, կամ քանի որ չէ մտածած ինչ որ մենք պետք ունենք մտածելու, այո, բայց ինչու ինքը չէ մտածած այս բարակային Հայդեգերը կամ ուրիշներ այսօր եւ այլն Միչայլոց ես վերջին դարերում թարգմանություններ էի, չէ՞, Միչայլոց Վալտեր Բենյամին, Միշել Ֆուկո, բայց այդ դալացի փիլիսոփան որ գոչվի Ագամբեն, չէ՞,
եւ Ագամբենը խենթի պես կուզի հասկանալ ինչ որ այս նյութերը որոնց մասին խոսենք, բայց ամեն ինչ ունի իր ցերկը, դուք հասկանալ։ Մենք մեր սպիրկացումը եւ կորզատրելով եւ մտածելով իրեն պիտի սորվեցնենք Ագամբենին, եթե գուզեք թե ինչ կնշանակե օրինակ Ագամբենին վերջին քիրքը, ամենավերջին քիրքը, որ թարգմանեցինք Մինաս Լուրյանին հետ դիտալերեն եւ ուրեմն պետք է դպվի, գոչվի la lingua che resta, այսինքն լեզուն որ կմնա, այդան օբսեսիոնը գա Ագամբենին մոտ այդ մնացորդ լեզվի մասին, նշխարյալ լեզվի, վերապրող լեզվի եւ այլն, բայց միջոցությունի անշուշտ քանի որ դեղեմանտին մտածելու ինչ է վերապրող լեզումը, քանի որ այդ փորձառությունը չունի։ Եվ ուրեմն Գրիգոր նախ կուզեմ երկու բառս Հայդեգերի նետկու հարաբերության մասին թե թեզը ինչու համար քաղաքիդության զանցումը կգոչվի եւ ինչ ցևով գրնամ հարցնել ինչ ցևով այդ Հայդեգերյան փիլիսոփայության շուրջ այդ դարիներու աշխատանքը աստեյություն ունեցած է կամ ոչ, բացարձակապես կամ ոչ, քու գդարած բանաստեղծական նախ եւ վերլուծական աշխատանքներուց վրա եւ օրինակի Միչայլոց ինչու՞ չէ Ինդրայի թե Հայդեգերի հետ կապ չունի այդ մեկը նվիրված հոդվածին Ինչ կվերապերի Ինդրայի մասին թեզը նելու շատ կոնկրետ իքրետ է հիմար բան մգալ երբ որ կացի այդ թեզը նելու Շալ Դեդեյանի մոտ Դեդեյանը ուրեմն ընդունեցի շատ ուրախությամբ սա որ թեզի գաբարե եւ այլն շատ լավ վերջավորության ասա որ ինքը արդեն 200 ուսանողներ ունի որոնք թեզ կպատրաստեն հետը 200 ուսանող ասի որ ասմարտ ինձ մոտ երբեք չգնար սպաղիլ ուրեմն ինչ իմաստ ունի իր հետը անել Ուրեմն երկրորդ անգամ չկացի է դա կովը որովհետև այդ մարդը ինձ մոտ չեր գնալ սպաղել հետո ուրիշ խնդիր մնալ գար դակավին մեթոդապանական կերպով բավարար պատրաստված չի ասիկա կարևոր բաց մներ գիտեի ասիկա տեղի կունենա գոր 1969-70-ին ուրեմն բավական աշխատանք գրած չէի ուրեմն Հայդեգերը մանավանդ որ այդ տարիներուն համալսարանի մեջ չի գիտեր որ Հայդեգերի դեմ չափազանց շատ հագարակ բաներ կային բայց չէին նստված կային Հայդեգերա մոլներ կային անոր հագարակները բայց Հայդեգերամոլները մեջտեղներ կտեսնվեին մյուսները համալսարանի մեջ թիրքեր ու դերեր էին եւ անշուշտ չէին խոսեր որ իրենք թեմ էին օրինակ Ժանկելևիչը որը առհասարակ բոլոր գերմանական փիլիսոփայության նույնիսկ երաժշտության թեմեր բացի Շելինգեն կամ քանի մյուսները որոնց բաներ մեջբերումներ էր ուրեմն երբ որ ես որոշեցի Հասախոսը որում մոդերած էի անալ պետք է ասել որ երկարատեն ընդունեց ադաշխատությունը անելը քեղակիրության մասին քեղակիրության ցանցումը Միանտե երբեք չոքնեց պետք է ասել, բայց քանի որ արդեն ակրված էի, այլևս իր հետը ադոր պատճառով գերմաներեն սորվեցա, անշուշտ, ադալ թրագան պամներ, եւ հետո երբ որ վերջացավ, ես միշտ կնկատեմ, որ այդ աշխատանքը համալսարանական աշխատանք մնա։ Անգե որևէ մեկ բան չեմ սպասեր Չեմ ուզեր, որ նույնիսկ, չեմ ուզած, եթե մեկը հրադարակ է ընդիմանամ, բայց կարելի է գարտալ Սորբոնի բաներում մեջ, մասնավոր հետաքրքրությունը չունե, եթե երկարատեն աշխատեի, այնադեն բան այդ թեման զարգացված չէր եւ այլն, բայց ինձ համար ադիգայի հետաքրքրական, շատ ավելի հետաքրքրական էր տեսնել, թե Հայդեգերի մեջ ինչպես գար
հողի պաշտամունքը հողի պաշտամունքը բամը որուն հանդեպ բավական բաներ ունեի վերաբաղություններ ունեի քիչմա քյուրացիական մոդեցումը որուն մասին ուշներ ալ գխոսին աշխուժ ինձ մեզած որովհետև ինչ որ իսկ հետաքրքրել Հայդեգերի մեկնաբանություններն էին Հոլդերինին ամենը հետաքրքրական անոնք էին եւ ադով շնորհիվ պաստորեն մեկնաբան մնքես թույց կուտա որ գարտած ուրիշ բամը որը Հոլդերինի բանասությունը որը իսկապես ուրիշ աշխարհ մներ մեր գծած թե ֆրանսական թե հայկական նույնիսկ անգլիական ինձի ցանոթ բանասությունը piam մեջ ուրեմն ադիկա կարևոր բան է եւ այս է որ կարելի է սորված են Հայդեգերն հետո ուրիշ բան Հայդեգերը շատ լավ ուսուցիչ եղած է իր Հայդեգեր գնա մեգեչով քեզի բացատրել թե քրիտիկ դարեզոն փյուրին մեջ ինչ է ինչ կա ինչ է նյութը ինչ են կատեգորիները մեր տասախոսները Սորբոնի մեջ երբեք չէին գծած բացատրել թե սա կատեգորիները ինչ են ջանեմ որոնց մասին երկար բարակ կխոսին եւ սակայն չեն գիտեր ինչ է օրինակ քրիտիկ դու ժուժմանո գիտեք կանտի ամենը դժվար քիրքերը մեկը որը շատ կսիրեմ ես բայց ճիշտ քերակիլության համար լալուն համար այդ քիրքը իրենց բանը այդ չեն գնար բացատրել Հայդեգերը քանի մը բանով կբացատրել բանը ինչումն է ինչի մասին է քիրքը ժուժմանը ինչ է հասկանաք անշուտ բանը Կանտը ֆրանսական ավանդության մաս չի գասմեր մենք 3-4 տարի Սպինոզա սորված եմ նույն կանալ Դեկարտ հիմա Սպինոզային 5 բանը էթիկային 5 բաները մասերը շատ լավ գիտեմ նույնիսկ դեմոնստրացիոնները սորված ենք Սպինոզան արամարելի փիլիսոփա չէ չեմ նկատունա բայց ավանդություն մգա որոնք հետևից բայց Սպինոզայի մասին աշխատությունը Հարութ Քյուրչյանը Սպինոզայի ռադզեր աշխատբզդիկ աշխատությունը Սպինոզայի մասին որ երբեք չեմ տեսած ինչ է Միքայելոց մեստեղ հանենք փորձենք չունիմ ես չունիմ ինձ երբեք ցույց չդված այդ բզդիկ Mémoire de maîtrise, Nerborov, 1976-77 թվականին։ Ուրեմն Սպինոզան այդ թվականին մասնակիցներ լեցունային, մեկը չգար Հայդեգերի համար։ Հասկանաք, համալսարանի մեջ ընդունված չէր, ուրեմն ես ադիգարի, հետո ադիգա թույլ տվա որ ֆենոմենոլոգիան բանեմ Հուսերլը եւ այլն, ինձի համար շատ օգտակար եղավ։ Օրինակ ֆենոմենոլոգին շատ բան սորվեցա քրելու համար։ Հասկաս քրելը ֆենոմենոլոգիկ կերպով երբեմն ալգարդահայտեմ բանը այդ կաղապարը գա որ նկարագրությունը ոչ թե այդ քրական նկարագրություններն էլ այլ ֆենոմենոլոգիկ նկարագրություններ անելը հայերենով դժվար կորց մնե բայց շայեգան կորց մնե այսինքն փամն է որ սորված եմ ուրիշ տեղ է ինչու՞ պիտի չսորվի համալսարան կացերս որ փամը սորվի Adică աստեցություն կամ բան ներածուցիչ չեմ գտնել ես։ Okay. Կարոտ ժամ մնաց։ Ոթված մոնի քրիկորը գարձեմ 2002-ին կրված, բայց ավելի ուշ լույս տեսա, շատ ավելի ուշ։ Ուր դերմը Հայդեգերի անունը գանցնի։ Եվ այդ նույն հոդվածին մեջը փամը սորված եմ իր մեկ արևոր եւ վերջո որ անգելզորեն չէի գիտեր որ ինձ շատ օգնած է հայերեն փնագ արմատը ուրեմն փնագ արմատին շուրջ քրիկորը ասանք մդորում ունի հետաքրական ինչպես գիտեք կամ չեք գիտեր բնակը մեկ անգամ ամբողջ հայ կրապար եւ այլն քրականության մեջ բյուզանդարանին մեջ գերեվի որպես բար հետո գանեդանա որպես բար չգա բնակ բար չգա բնակը ինչ է բնակը եւ ուրեմն ունենք միայն բնիկ բարը
եւ ուրեմն ամբողջ հերակրագանը եւ կարեւոր բան մգա զարգացում մգա այդ նագարմատին շուրջ Գրիգորի մոտ եւ գապված այդ նույն հոդվածին մեջ հլդեալինի որոնանունը որոնանու դվեցավ քիչ առաջ հլդեալինը որ գսե Kermanerem BDSM dişteriş aber wohnt der Mensch. Այսինքն բայց մարդը սվածը, մարտարարածը գտնագի բանաստեղծորեն։ Եվ ուրեմն բնագելու հարցն է։ Բիդի գարտամ երկու դող, հաջախ կսեկրեկորը, մեկնապանները, հայդեգերեն սկսյալ, բնիգի ու բնագանի գոմնագիցները, գմորնան որ այս բնագությունը գենթատրե անչադումը դարակրումը աքսորմը ուր հնարավոր է կրետե գործընծնել լեզուն ասիկա հլդալինին խոսքն է օդարության մեջ նշան մնենք եւ այնեն եւ օդարության մեջ կրետե գործընծուցին լեզուն Ուրեմն գենթատրե անչադումը աքսորմը ուր հնարավոր է կրետե գործընծնել լեզուն, որով բնագությունը կսկսի վերադարձովը հայմ կունֆտով, որ վերադարձ տեպի դունդեղ կնշանակե, դունդարձով, սակայն այնպես որ բնագությունը իր մեջ կբայե կրետեի դրամապանությունը լեզվին այլայլումը դուրսեն։ Ուրեմն նորեն գարտան վարգան մասիկա Heidegger'n սկսյալ, Heidegger'n սկսյալ, այո, բնիգի ու բնագանի գոմնագիցները գմորնան, որ, դերմեն Heidegger'n ալ ուրեմն, գմորնան, որ այս բնագությունը գենթատրե անչադում, դարակրում, աքսոր, ուր հնարավոր է գործընծնել լեզուն, որով բնագությունը կսկսի վերադարձովը եւ այլն։ Գրիգոր, դարօրինակ է այս նախատասությունդ, որովհետեւ Ջիշտ չէ Գրիգոր Հայդեգերը ինչ որ գմդածե եւ ինչ որ գմդածե լալինին ընդմեջեն ընտագարակ վերադարձն է այսինքն բնագությունը որպես վերադարձ ուրգե դարակրուտեն է եւ դերմ ուրիշ դերալ գսե սերը դարակրության եւ այլն որբեսի գարենաս վերադառնալ անշուշտ այս գներս վարգամ ուրեմն միշ այդ երկու ուղությամբ երթի եւ թարցի պատմությունն է չէ ուրեմն դառնալ ուր իրենը Հայդեգերին համար պետք է դառնալ տեպի դունդեղ տեպի հայրենին այո հիմա քեզ տեպի հայրեն հա բայց ես կնաց կուշագել որպես նախ իմ գնաց դժվար նույն մնե 10 վարգյան 5 վարգյան իմ ունեն կներ էսան Գրիգոր վերաբահությունները սկսած են ճիշտ այդտեղ են այսինքն Հայդեգերի մոտ կա բացակայությունը աքսորի մտածողության Հլդելինը գվերադառնա բանաստեղծություններում մեջ վերադարձ տեպի աղբյուր չեմ գիտեր ինչներ կան հա բայց գմորնա ուրգե օ այդ աքսորն է որ այդ տարակրությունն է որ ինքը երբեք նեգատիվան է շատ բարձ է որտեվ ինքը նա բնագության փիլիսոփան է հողի փիլիսոփայությունն է Հայդեգերը նույնիսկ բادرազմի այդ բանդարիներուն Գերմանիա մնացած է այս բնագելու համար պետք է վերադառնալ չկա բնագություն առանց վերադարձի դեսե Հայդեգերը բայց ինքը գմորնա որ վերադառնալու համար պետք է դուրս մլա եւ այդ դուրսն է որ դուրսի մտածումն է որ լիովին կբացակայի Հայդեգերի մոտ Հայդեգերը ինիկայտ ներսի մասին գնախոսիլ բայց դուրսի մասին գարձեմ գաղապար այսին չխոսիր բացայդորեն կոնե ես չեմ դեսած հետո իարգե գիտեք ինչ է կգարտամ բոլոր տեքստերը, որպեսզի կարողանամ գարձիկ մահացնել։ Մեկ տեքստ է կամ հլդելինյա մեկ
հատվածի մեկնաբանությունները չեմ ուզեր եզրակացություն մահանել Հայդեգերյան մտածողության մեջ դուրսը չգա որբեսի կարելի լա ներս մտնել որտեվ այն որ դուրս կմտնե ներս ալ պետք է մտնե ներսեն ելլե կարելի էսել հետևաբար իր մոտ այս կրկնակ շարժումները ես պիտի որ քիչ ոչ էական մտածումներ են որոնք կան հելդերլինյան փանաստեղծական փորձառություններ եւ նորեն դիդել բանադամ հիմա պիտի փորձեմ չպատասխանած հարցումի պատասխանել փանաստեղծությունն է որ սպյուրքացումը այսինքն դուրս ելելը բան գտարցնե հնարավոր գտարցնե ինչու բանի որ փանաստեղծությունը ամենեն առաջ լեզվի եւ ոչ լեզվականի փորձառություն է այսինքն բաներ որոնք բանի մագարտակին չեն իմացականության մագարտակին չեն այլ անգևեր կամ անգևար փանաստեղծությունը այդ է որ գփանի գապունի գնանգուցել հաջող իռացիոնելը գսեն կամ լուդիկ ասանք բաներ հետ գգապվին հոդելինյալ երբեմն լուդիկ բանի մասին գագնարկե բայց փանաստեղծության հիմնական բաները մեկը այն է որ փանաստեղծություն լեզուն գշինե լեզուն գառուցելու կայքայելու հնարավորությունները ունի արցակի մեջ ադիգա նվազ հնարավոր է քանի որ շատ բարձ է փանաստեղծությունը էչի բանի բիդիսեի քանտիտեի խնդիր մնգա քանտիտեի խնդիր մգա միջտեր արցակի մեջ որբեսի ատեսակի կորց մգարոնասնել այ հնարավոր է մարդիկ փորձած են որոնք փորվին յուրուն լեզումը ստեղծել բայց ադիգա գտարնա փածածագավորեն անմատչելի անտապանցելի ուրեմն փանաստեղծության հնարավորությունները մեկը այն է որ այդ երկու կարելիությունը ուտա մեկ կողմը կայքայել լեզուն թեմտինը տնել իրական անինը թրսության հետ մյուս կողմը նաև ինքը կներկայանա իբր տեսակ մաբատնեշ քեզ բաշտպանո այդ թրսությանն երկու թերերը փանաստեղծության մեջն են թե ինչպես կսեն թե ջագադումի գտանի թե բախպանումի հնարավորություն ունի երկու բաներն են միշտ արցակի մեջ այնպես կտովի կոնե ինձի համար հարցեր այդպես չեն տրվիր բայց դիտել դամ Իշորատարը նույն ծրագիրը գայետաբտ է դարբեր ծրագիր մտ չէ նույնն է միջոցները փոխված են բայց ադիգա գազմեք իրքին վարի մասը ներքին մասը որը հայտնի չէ Մենք վարգամ մնաց անժողովուրդ լեզու որուն մասին խոսեցավ Վալենտինան վերջին մանդրայեն քանի մդող բիլի գարտամ միան գարտալու համար քանի որ ոչ ոք գվգայե չկոյեն երբեք չեղան քերթողները գապված ծարին ու պողոտված այսինքն ինչ որ արկելված էր չրին ինչ որ չէին գրնար կամ հետո ոչինչ մնաց որ լար հաստատելի քերթողապար այլ ոչինչը միայն Եվ մեհատ մեևս, ինչպես լեզուն իր պարերը վերապրող, ես չկացումը թարգմանող ցայներ կրիչ։ Նորեն գարտամ, ինչպես լեզուն իր պարերը վերապրող, ես ցեր, այդ ցերը
պետք է բացատրելով է չկացումը թարգմանող ցայներ գրիչ չկոյին մասին վգայել եւ քերթողապար ոչինչ մնաց որ լարը դարագելի հաստատելի քերթողապար այլ ոչինչ միայն կազես թե վերջին բանաստեղծն է դեր լինյան բանի նագնարգություն է Այո։ շատ հստակ քերթողապարը ընկնե Բայց հիմա քանի որ երկու վայրկյան մնաց թարգմանության մասին քանի որ այդ վերջին դողը թարգմանության մասին էր թարգմանող ծեր չկացումը թարգմանող ուրեմն չկացումը պետք է թարգմանել ահա այսինքն ոչնչացումը այսինքն վերջավորությունը ուրեմն վերջավորությունը պետք ունի թարգմանության վկայության է անտին վկայելու համար պետք է թարգմանել բարձ հարցումը պիտի անեմ Գրիգորին ինչպես քիչարացիզմը խոսեցավ թե եւ այդ մասին բայց նորեն պիտի համարցակեմ հարցնել ուրեմն օրինակ երբ որ Տալին Ոսկերիչյանը գտակման է վերջին գտական ժողովուրդ լեզուն գամ տուն գամ վիբական թարգմանությունները ինչ է Գրիգոր թարգմանության թերը, կարևորությունը, նշանակությունը, անհրաժեշտությունը որ ուղղությամբ անշուշտ։ լավ թարգմանիչները կարիմադ են որպես հիշադակեմ մարդիկ է բոլորը մինասնալ թարգմանած է անժողովուրդ լեզուն իտալերենի թարգմանած է նաև հայկական ֆուտուրիզմը գիտեք խոշոր քիրքման է որը այնքան ալթյուրին աշխատանքը չէ գդարիկ այսինքն Ճիշտ այդ քիրքն ալգա այո ուրեմն թարգմանությունը էական բամն է մանավանդ մեր քույությունը դուրսը այսինքն թրծությունը թարգմանություն կենտրե այսինքն պաստորեն երբ որ հիմա ես կխոսիմ այսպես ցեզի հետ ցեզի թարգմանության մեջ եմ թարգմանության աշխարհի մեջն եմ ադիգա մեկ լեզվեն մյուսը փոխադրությունը կոնկրետ դարձնե աստորեն կոնկրետ բառնալ գործած է մեկ խոսքով երկու լեզվին մեջն եմ անդադար երկու գետրոնով կարելի է ասել հիմա մեր քաղաքապարախոսական կառույցները ասիկալի լման գմերժեն այս հոնե որ թարգմանությունը քիրքերու կդառնա էական քանի որ էական կառույցները գմերժեն այն տպավորությունը կստեղծեն որ դուսի աշխարհը կոյություն չունի քանի անուններ են երբ որ դու ագամբեններ կթարգմանես կամ արհելապանություն կթարգմանես կամ ինչ գիտեմ ուրիշ մեկը քրիտիկներ այս օմփյուրը կթարգմանե կամ բխատոն կթարգմանե կնշանակե որ կսե մեզի որ դուրսը գա դուք բավարար չեք մեր մշակույթը կամ ասենք մեր քաղաքագործությունը ինքնապավ չէ ուրիշ մգա անոր հետնենք ಅದರ համար որ գազեմ բանի մեջ հայկույի մեջ քրածեի որ որբեսի ես դեղ մփնագիմ պետք է ուշտեղ մնալ փնագիմ պետք է երկու դեղ փնագիմ որբեսի գարենամ հավագնիլ մինչեր ինչ որ կգոչվի աղետ ցեղասպանություն մեգմերժե մեզի ամեն վայր ասե ամբողջ դժվարությունը խնդրին վայրը ստեղծել երբ որ մեզի մեր հայրերուն մեզի նաև իբր ժառանգորդները այդ աղետին պասով մենք ենք ժառանգորդները այդ աղետին մեզի կմերժվի վայրը ունենալու հնարավորությունը քանի որ այդ վայրը հնարավոր չէ եղած մեզի պետք է մենք զայն ստեղծենք շնորհիվ երկրորդ լեզվի մա կարծեմ շնորհակալություն Շնորհակալություն բոլորին նախ բզդիկ հայտարարություն անելեն առաջ գուզեմ շնորհակալություն հայտնել այսօրվան մեր ասենք հյուրերուն
Մարկ Նշանյանի եւ Վալենտինա Կալձոլարը իսկապես շատ կարեւոր էր մեզի համար, որ այս ճամփորդությունը Ռիք Փարիզ հասնելով անշուշտ գլխավոր շնորհակալությունը Գրիգորին, որ համաձայնեցավ 2 օր 6 ժամ նստիլ հոս եւ հարցումներու պատասխանել, ինչ որ կգարձեմ շատ կարեւոր էր, որովհետեւ վերջապես գիտեսնենք, որ քրողը միայն թուղթ չէ, գրողը նաև գենտանի մարդ մնե եւ ասե դերևս նպատակներն մեկը ինչու նաև մենք որոշեցինք ֆիլմ ընել եւ ներկայացնել ցեզի, որ դեղի պիտի ունենա 1 ժամ հետո ցավոք մեր Zoom-ով մեզ հետևողները պիտի չտեսնեն ֆիլմը, բայց գուցե արիթմը լա ներկայացնելու կամ գուցե չեմ գիտեր ինչպես գնենք հետո այսօր առաջին ինչ որ մենք գոչած ենք avant première, այսինքն նախաներկայացումը պիտի լա 1 ժամ հետո Մինչ այդ ուրեմն գուզեմ նորեն շնորհակալություն հայտնել գազագերբության աջակցության օժանդակության համար Գրիգոր Բելեդյանի բարեկամներ շրջանագին Créoին Inalcoի Centre Recherche Europe-Eurasie եւ անշուշտ Société des Études Arméniens այս ցերնարգերները գազագերբելու համար աջակցության համար եւ Բուլակին անշուշտ Ինալկոյի գրատանին եւ Société des Études Arméniennes ցես բոլորը թիմա գհրավիրե բզդիկ հյուրասիրությամա 1 ժամ հետո խնդրեմ հավաքվինք նորեն հոս ժամը 6-ին ֆիլմի ցուցադրություն շնորհակալություն բոլորիդ եւ ներկաները եւ հերագա հետևողները շնորհակալություն